Բարև։ Պատկերացրեք հնագույն քարանձավ Իսրայելում գտնվող Կարմել լեռան ստորոտին։ Այստեղ նախորդ դարի կեսին հնագետները հայտնաբերել են մարդկության պատմության հնագույն հայտնի գերեզմանոցներից մեկը։ Ավելի քան 100,000 տարի առաջ այս վայրում են հուղարկավորել 7 մեծահասակի եւ 3 երեխայի։ Երկար տասնամյակներ այս ոսկորները լռության էին պահպանում, իսկ գիտնականները բանավիճում էին, ովքեր են հուղարկավորվածները՝ վաղ հոմո սապիենսներ, նեանդերթալացիներ, թե այլ տեսակ։ Այժմ շանս կա իմանալու պատասխանը։ Հետազոտողների միջազգային խումբը կրկին ուսումնասիրել է Սխուլ քարանձավում հուղարկավորված երեխաներից մեկի մնացորդները, կիրառելով ամենաժամանակակից մեթոդ եռաչափ ռենտգենյան միկրոտոմոգրաֆիա։ Երեխայի գանգը բառացիորեն հաջողվել է հավաքել փոքրագույն բեկորներից, ինչպես հնագույն փազլի կտորներ։ Արդյունքները խիստ հետաքրքիր են։ Երեխայի գանգի հատկանիշների մի մասը տիպիկ է հոմո սապիենսի համար, մյուս մասն ակնհայտորեն պատկանում է նեանդերթալացու, իսկ ինչ որ բան հիշեցնում է մեր ավելի վաղ նախնիներին։ Այսպես, ստորին ծնոտը ձևով ավելի մոտ է նեանդերթալյանին։ Ուղեղի արյունատար ցանցը ավելի թույլ է զարգացած, քան ժամանակակից մարդու մոտ, ինչը նույնպես նեանդերթալացու հատկանիշ է, սակայն ներքին ականջի կառուցվածքը սապիենսական է, այսինքն ժամանակակից։ Առանձնահատկությունների այս խառնուրդը ստիպել է գիտնականներին գալ հետաքրքիր եզրակացության։ Սխուլի քարանձավի երեխան կարող էր հիբրիդ լինել, սապիենսի եւ նեանդերթալացու ժառանգ, իսկ սա նշանակում է, որ առնվազն 140,000 տարի առաջ Մերձավոր Արևելքում մեր նախնիներն ու իրենց ամենամոտ ազգականները ոչ թե ուղղակի հանդիպում էին ու հաղորդակցվում, այլև ունենում էին ընդհանուր երեխաներ։ Երկար ժամանակ համարվում էր, որ հոմո սապիենսներն ու նեանդերթալացիները այս տարածաշրջանում ապրել են տարբեր ժամանակներում ու չեն հանդիպել, սակայն նոր տվյալները փոխում են պատկերը։ Մարդկության պատմությունը փաստացի շատ ավելի բարդ է։ Մենք տեսնում ենք ոչ թե զարգացման մեկ ուղիղ գիծ, որը սկսվում է հնագույն մարդկանցից ու ավարտվում ժամանակակից մարդկանցով, այլ մի ամբողջ ցանց տարբեր ճյուղերի, մշակույթների ու գեների հյուսվածք։ Գիտնականները շեշտում են, այս հայտնագործությունը ոչ միայն ճշգրտում է մեր տոհմածառը, այլև կոտրում որոշ կարծրատիպեր։ Գոյություն ուներ հիպոթեզ, համաձայն որի վաղ հոմո սապիենսները ագրեսիվ էին ու դուրս էին մղում բոլոր մրցակիցներին, սակայն Սխուլում արված հայտնագործությունը այլ բանի մասին է խոսում։ Այո, կոնֆլիկտներ ամենայն հավանականությամբ լինում էին, բայց լինում էին նաև խաղաղ շփումներ, համատեղ կյանք, փորձի ու գեների փոխանակում։ Հատուկ նշանակություն ունի երեխայի գիտակցված հուղարկավորության փաստը։ Սխուլ քարանձավը համարվում է երկրի հնագույն հայտնի վայրերից մեկը, որտեղ մարդիկ սկսել են հուղարկավորել մահացածներին։ Սա նշանակում է, որ արդեն այն ժամանակ ավելի քան 100,000 տարի առաջ գոյություն ունեին ծեսերի ու սիմվոլիկ մտածելակերպի սաղմերը։ Փոքրիկ հիբրիդային երեխային մահվանից հետո չեն լքել, նրան հուղարկավորել են, ինչը գտածուն դարձնում է ոչ միայն գիտական, այլև խորապես մարդկային։ Այսպիսով փոքրիկ երեխայի գանգը դառնում է մեր սեփական անցյալը հասկանալու բանալիներից մեկը։ Նա ցույց է տալիս, որ հոմո սապիենսներն ու նեանդերթալացիները ոչ թե մեկուսացված մրցակից տեսակներ էին, այլ ընդհանուր աշխարհի մաս, որտեղ տարբեր տեսակի մարդիկ հանդիպում էին ու ստեղծում համատեղ ապագա։ Կարտոֆիլ։ Սննդամթերք, առանց որի դժվար է պատկերացնել ժամանակակից խոհանոցը։ Պարզվում է, այն իր մեջ կրում է զարմանալի պատմություն, որի արմատները ձգվում են միլիոնավոր տարիներ դեպի անցյալ։ Cell ամսագրում հրապարակված նոր հոդվածը բացահայտում է, որ կարտոֆիլի պալարների, հետևաբար մեզ համար սովորական կարտոֆիլային ուտեստի առաջացման փաստն ինքնին հնարավոր է դարձել հնագույն հիբրիդային իրադարձության շնորհիվ։ Գիտնականները պարզել են, որ գյուղատնտեսական կարտոֆիլն ու իր ավելի քան 100 վայրի ազգականներն առաջացել են ժամանակակից լոլիկի եւ սոլանում էտուբերոսում հազվագյուտ հարավամերիկյան բույսի խաչասերման արդյունքում։ Հենց այս հնագույն միության արդյունքում է ձևավորվել է առանցքային էվոլյուցիոն ձեռքբերումը պալարը, հաստատված ստորգետնյա ընձյուղ, որը վերածվել է սննդանյութերի պաշարներ կուտակող գլխավոր օրգանի։ Կարտոֆիլի ընտանեկան պատմությունը հասկանալու համար հետազոտողները սեկվենավորել են ավելի քան 100 վայրի եւ գյուղատնտեսական տեսակների գենոմները, այդ թվում պետոտա գծի, տասնյակ տարբերակների, լոլիկների եւ էտուբերոսումի ներկայացուցիչների։ Պարզվել է, որ կարտոֆիլի գենոմը բառացիորեն նման է խճանկարի՝ մի կեսը լոլիկի նախնիներից է, մյուս կեսը էտուբերոսումի։ Այս բալանսը 51% եւ 49% կայուն կրկնվում է կարտոֆիլային գծի բոլոր տեսակների մոտ։ Գեների այս երկու հավաքածուի հանդիպումն էլ սկիզբ է դրել նոր օրգանի առաջացմանը։ Տարբեր նախնիներից ստացված սպիտակուցները սովորել են փոխադրել միմյանց հետ եւ լույս աշխարհ է եկել պալար առաջացման մեխանիզմը։ Այսպես կարտոֆիլը լոլիկից ժառանգել է sp6a ազդանշանային մոլեկուլը, իսկ էտուբերոսումից it1 ակտիվ փոխարկիչը։ Միասին դրանք բերել են պալարի առաջացմանը։
Գենետիկական միջամտությունը ցույց է տվել, որ առանց sp6a պալարը չի ձևավորվում, իսկ առանց IT1 բույսը վերածվում է թզուկի։ Սակայն պատմությունն այսքանով չի ավարտվում։ Հիբրիդային գենոմն իսկական փորձադաշտի է վերածվել էվոլյուցիոն էքսպերիմենտների համար։ Սոլանում ցեղում կարտոֆիլի գիծը դարձել է տեսակ առաջացման տեմպերով ամենաարագներից մեկը, գերազանցելով անգամ լոլիկներին։ Նոր տեսակներն ադապտացվում էին ամենատարբեր պայմաններին՝ արևադարձային անտառներից մինչև Անդերի սառը լեռնային հատվածները։ Ըստ էության, միլիոնավոր տարիներ առաջ տեղի է ունեցել գենետիկական ավանտյուրա, որի արդյունքում ձևավորվել են մեր սննդային սովորությունները։ Կարտոֆիլը, որը մենք հիմա ուտում ենք, ոչ միայն գյուղատնտեսության, այլև հնագույն էվոլյուցիոն էքսպերիմենտի արդյունք է։ Այս շաբաթվա գիտնականն է Գրեգոր Մենդելը։ Վանական այգի 19-րդ դարի կեսեր։ Ոլորի մարգերում աշխատում է մի մարդ, ով ընդմիշտ կփոխի կյանքի մասին գիտությունը։ Նրա անունն է Գրեգոր Մենդել։ Հենց նա առաջինը ցույց տվեց, որ ժառանգականությունը ոչ թե քաոտիկ պրոցես է, այլ խիստ համակարգ, որը ենթարկվում է հստակ օրենքների։ Լինելով միաժամանակ վանական եւ գիտնական, Մենդելը տարիներով գիտափորձեր էր անցկացնում, խաչասերում էր ոլորի տարբեր տեսակներ, մանրակրկիտ գրի էր առնում դիտարկումները, հաշվում էր, թե որքան հաճախ է հայտնվում այս կամ այն հատկանիշը։ Նրա աշխատանքը ցույց տվեց, որ գոյություն ունեն ժառանգականության միավորներ, որոնք փոխանցվում են ծնողների ժառանգներին, ավելի ուշ գիտությունը դրանք կանվանի գեներ։ Ինչն առավել կարևոր է, Մենդելը կարողացավ մաթեմատիկորեն նկարագրել ժառանգականությունը։ Առաջին անգամ կենսաբանությունը ունեցավ խիստ կանոններ, ինչպես ֆիզիկան եւ քիմիան, սակայն Մենդելի կյանքի ընթացքում նրա հայտնագործությունները գրեթե ուշադրության չարժանացան։ Միայն տասնամյակներ անց 20-րդ դարի սկզբին նրա աշխատանքը գնահատեցին ու անվանեցին կենսաբանության մեջ նոր դարաշրջանի սկիզբ։ Այսօր Մենդելի անունը Դարվինի եւ Նյուտոնի հետ միևնույն շարքում է։ Նրա հայտնագործությունները դարձան ֆունդամենտ գենետիկայի համար, գիտություն, որի շնորհիվ մենք հասկանում ենք ժառանգական հիվանդությունների էությունը, կարող ենք ստեղծել նոր սորտի բույսեր ու անգամ խմբագրել ԴՆԹ-ն։ Իսկ ամեն ինչ սկսվել էր պարզ վանական այգուց ու համեստ վանականից, ով զինված էր միայն տետրով ու անսահման հետաքրքրությամբ։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։